Ինչպես հայտնի է, փառաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանին սպանեցին սեպտեմբերի 23-ին 23:52-ի սահմաններում։ Ինչ էր անում Վալոդիա Գրիգորյանը նոր կառուցվող առանձնատանը գիշերին 23:50-ի սահմաններում, ընտանիքի անդամները Ժողովուրդ օրաթերթին դեպքի օրը պատմեցին, որ միայն օրվա վերջում էր նա հասցնում գնալ նոր տան վերանորոգման աշխատանքներին հետևելու եւ այդ օրը բացառություն չէր։ Հաճախ էր գնում կամ ամեն օր։ Սակայն համայնքում տարածված լուրերի համաձայն Գրիգորյանը սպասել է ժամը 12:00-ին, որպեսզի գնա եղբոր Պայքար Գրիգորյանի ծնունդը շնորհավորելու, բայց հնչել էին դավադիր կրակոցները ու նա չի հասցրել գնալ տնային կալանքի տակ գտնվող եղբոր մոտ։ Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանը ԿՊԱ-ական Մեհեր Ախտոյանի հորաքրոջ որդին սպանվել էր հենց իր ծննդյան օրը, եւ հիմա համայնքում խոսում են, թե մարդասպանը Վալոդիա Գրիգորյանի սպանելու համար պատահական օր չի ընտրել, այլ հարազատ եղբոր ծննդյան գիշերը։ Անձնական վրեժխնդրություն, թե պատահականություն։ Նշենք, որ Գրիգորյանի եղբայրը սպանված Օհանյանի սպանության գործով մեղադրյալներից մեկն էր ու գտնվում էր տնային կալանքի տակ։ Ժողովուրդ օրաթերթը փառաքար խոշորացված համայնքում նկատեց ու նկարահանեց, որ Մերձավանում 7 ամիս առաջ սպանված ԿՊԱ-ական Մեհեր Ախտոյանի հորաքրոջ որդու Գրիգոր Օհանյանի տունը իրավապահները վերահսկում են։ Հատկապես նշանակետում պետք է լինի Գրիգորի եղբայրը Նարեկ Օհանյանը։ Իսկ ինչ վերաբերվում է Վալոդիա Գրիգորյանին ուղղված կրակոցներից վիրավորում ստացած Արծրուն Գալստյանին, ապա նրա եղբոր տղաները Արթուր Գալստյանը, Մարսպետ Գալստյանն ու Սևակ Գալստյանը եւս 7 ամիս առաջ Մերձավանում հնչած կրակոցների գործող մեղադրյալի աթոռին են։ Համայնքում լուրեր են պտտվում, որ Գրիգորյանի եւ ոստիկանի սպանության գործով արդեն իրավապահների տեսադաշտում կասկածյալ կա, բայց փաստ է, որ իրավապահները մինչեւ օրս սպանություն կատարողին չեն հայտնաբերել, փնտրում են ու փնտրում։